Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում մի աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ, կարող եմ ասել նաև էքսկլյուզիվ թողարկում, որովհետև ունեմ շատ սպասված հյուր եւ ունի նա ձեզ համար նաև շատ հետաքրքիր հաճելի նորություն։ Նրա մասին րոպեներ անց, որովհետև այս բան ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկային շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ, որ տեսահոլովակի հերոսուին արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Незаметно прошли года, непонятно ушли куда. Вспоминаю, как под дождем бегали мы вдвоем. Мама с папой кричали вслед: живо в дом, ну а мы в ответ улыбались, как солнце всем, громко крича привет. Брат мой, милый, дорогой, брат мой, в сердце ты всегда родной, брат мой, дарованный судьбой. Ты знай, я всегда с тобой, брат мой, милый, дорогой, брат мой, в сердце ты всегда родной, брат мой, дарованный судьбой. Ты знай, я всегда с тобой. А теперь у тебя семья, в доме счастье и теплота, и добро, и уют всегда, радуюсь за тебя. Ангел твой в небе, знаю я, бережет и хранит тебя. Будь спокоен, ты мой родной, спой же теперь со мной. Брат мой, милый, дорогой, брат мой, в сердце ты всегда родной, брат мой, дарованный судьбой. Ты знай, я всегда с тобой. Ты всегда родной, брат мой, дарованный судьбой. Ты знай, я всегда с тобой, брат мой, милый, дорогой, брат мой, в сердце ты всегда родной, брат мой, дарованный судьбой. Ты знай, я всегда с тобой, брат мой, дарованный судьбой. Ты знай, я всегда с тобой. Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, շատերը ձայնը բարձրացրել են։ Ավելին ասեմ, հիմա բավականին գոհ է իմ մաման, որովհետև շատ նեղվում էր, երբ որ ասում էր
Այ բալամ ուր է այդ աղջիկը, ինչի չի գալի քեզ մոտ տաղավար։ Արի բացատրի յուրաքանչյուրին, որ այն բծախնդիր երգչուհիներից է, որ դե ձին ասելիք պետք է ունենամ, նոր գամ քեզ մոտ տաղավար։ Ունի ասելիք եւ արդեն ինձ մոտ տաղավարում եմ տաղանդավոր ընկերուի Անժելա Բարխուդարյանը։ Անժես ողջույն։ Ողջույն Դինա ջան, ամեն ինչ ասեցիր, ընտիր, բան չունեմ ասելու, 10-ով 0։ Բայց ես քեզ Facebook-յան մեր էջն եմ ուղարկելու եւ նամակներ։ Դու տեսնես, որ այնտեղ կան դեմքեր, որ մենք ենք տեղադրում, բնականաբար։ Ուզում ենք հասկանանք, ինչքան էլ Ձինան նորությամբ հյուրերին կանչում է, ում է ուզում այսօր հանդրությունը տեսնել ինձ մոտ տաղավարում։ Դու 1000-ից ավել պլյուս ունես, Անժ, որ ուզում են քեզ ինձ մոտ։ Ինձ համար նորություններ, հաճելի նորություններ եւ տեսնում ես, ի վերջո ես քեզ մոտ տաղավարում եմ։ Ասեմ իմանաս մամաս առաջինը տեսել, ասլա այդ աղջիկը մի հատ լավ նոր երգ ունի, բալես։ Ես անձամբ հիմա մամայիդ ողջունում եմ, ջերմ բարևում եմ։ Հասկացա չէ որտից է գալի նեղվածությունը։ Նախ մի քիչ ուզում եմ հետ գնամ ու նոր գամ ներկային, որ հազիվ գտել եմ ընկերուհուս դրա համար էլի։ Անշ, ես չեմ վախենա եւ կարող եմ ասել, որ դու այն շունչս պահել եմ արդեն։ Երգչուհին եւ հաղորդավարուհին ես, որը երկար տարիներ պահպանողական ես եղել որպես երաժշտական նախագիծ ներկայացնող։ Հիմա անցնենք սկզբին։ Անշ, այն որ ասում են տարիները մեր կողքով անցնում են, ես միշտ ասում եմ, որ տեխնոլոգիաներն են մի քիչ առաջ մեզանից, բայց ես չեմ վախենասեմ, որ ովքեր որ հոգով մաքուր են, միշտ երիտասարդ են։ Շնորհակալ եմ։ Բայց դու հիմա վաստակավոր մամանյա ես, որ մնացած ինչ ասեմ, բայց այն տաղանդավորը, որ ստիպում է մեզ այդ սիթքոմը նայել, ուզում հասկանամ տարաձայնությունները ոնց է։ Առհասարակ չենք ունենում տարաձայնություններ, որովհետև ես միշտ հաշվի եմ առնում իրանց ցանկությունները, միտքը եւ միշտ մոտենում եմ յուրաքանչյուր հարցին, այնպես ինչպես իրենք այնպես ինչպես ես կպատկերացնեի, որ իրենք ցանկանում են, այսինքն այո, ու շատ լավ է մեզ մոտ մեր հարաբերությունները, այսինքն լինում է, որ իրանք արդեն ուղղորդում են քեզ։ Իհարկե։ Լսում ես, չէ, իհարկե։ Հա, ես էլ կարծում եմ դա շատ ճիշտ է, որտեվ երիտասարդ են, ավելի արագ են մտածում, ավելի հայացքները նորովի են իրենց եւ այո, ես լսում եմ նրանց։ Շատ լավ, բոլորը այդ մեկտեղ Անժուս բնականաբար ամենամեծ կապն ունի առիթների հետ։ Ասում են մեր առիթը ծաղկեց, որովհետև Անժելա Բարխուդարյանն էր երգում որակյալ ձայնով։ Ոնց եմ սիրում քո ներկայացումը։ Ոնց ես ներկայացնում։ Ու ես փորձում եմ, երբ որ ես եմ վարում այդ առիթը այնտեղ աշխատում ա, եւ թիմ եք դուք նաեւ Քթոյան Նարեկը բոլոր իրեն որ ասում է իմ ոնց հավաքել է, դարձրել է Իրանը ու որ խոսում է կյանքը ստիպեց Ձին ջան, կյանքը, այո։ Ուղղակի ես Նարեկից հարուստ եմ, որովհետև եթե ինքը մի քանի հոգով է իմ ոնց, ես բավականին շատով եմ իմ ոնց, էլի։ Ու չի նեղանա ինձնից Նարեկը, որ ես քեզ կարող եմ իմ ոնց ասել։ Միանշանակ, արդեն ես կարծում եմ չեմ էլ կարող հիշել, երբ վանից եմ քեզ ճանաչում ու դու կարող ես, ես օրինակ չեմ հիշում։ Չեմ հիշում, բայց որ հինենք այդ փաստա։ Ես դրանից չեմ նեղում, հակառակը հպարտանում եմ։ Շատ լավ։ Հիմա Անժս այդ իր սիրուն ձայնով, տեսքով գործ արեց, որ համացանցը ողողվել է։ Ես հասկացա TikTok-ն էլ է ողողվել, որովհետև շատ աղջիկներ, տղաներ հիմա այս գործը քո օգտագործում են, որ ռիլսեր են հավաքում։ Դու դա տեսել ես։ Անկեղծ ասած TikTok չունեմ։ Հա։ Ու այդ TikTok-ից ինձ ուղարկում էին Վրաստանից, որ գրված էր հայ աղջիկը երգել է վրացերեն, ինձ համար շատ զարմանալի էր։ Հա, այդպես չեն ճանաչում, դրանից է։ Հա, որովհետև այնտեղ չէին ճանաչում ու բայց երեխեքս քանի որ ունեին, մամա բացում էին, նայում էին եւ հաճելի է ինչ խոսք, բայց ինձ համար զարմանալի է, որ այդպես ընդունվեց, որովհետեւ ես միշտ եմ երգել վրացերեն ու թե ինչու հիմա այս գործից հետո տենց մի հատ բում եղավ, չհասկացա։ Բայց դու գնացել ես Վրաստան, չէ՞։ Ասեմ Վրաստան գնացի, որովհետեւ իրենք ինձ զանգահարեցին, այնտեղի հերոստանգերությունից կապ հաստատեցին, այնտեղի պրոդյուսերը հերոստանգ
ընկերության եւ անկեղծ ասած ես դեռ այդպես լուրջ չմոտեցա այդ հարցին, եղբորս զանգահարեցի Վրաստան, ասեցի ես ինչ ալիքից են զանգել, ես ինչ հաղորդումն է, ասել եմ կմտածեմ, աղբերս ասեց անշ ոնց թե կմտածես, ամենառեյտինգային ծրագիրն է ու ամենառեյտինգային ալիքն է, պարտադիր համաձայնվի, ասեցի որ իրանք սպասում են իմ պատասխանին, որպեսզի ժամանակ եւ օր տրամադրեն ինձ տաղավար Այդպես 2 օրից ես պատասխան տվեցի եւ գնացի 1 օրում նկարահանվեցի, իմիջիալուց դեռ չի դուրս եկել։ Առաջինը ես եմ փաստորեն։ Իմիջիալուց առաջինը դու ես, այո, առաջին հաղորդումն։ Իմանամ ինչ հարցեր եմ հետո տալու էլի։ Այդ էգոիզմը չգիտեմ, իմ այդ մեծանումը, ես սիրում եմ էլի, պահանջում եմ, սիրում եմ։ Ես գիտեմ։ Տեղ կա էլի խոսալու։ Աշխված երկից պատմի էլի ինձ։ Այդ երկի գաղափարը առհասարակ ինձ մոտ առաջացավ դեռ 3 տարի առաջ, երբ որ ես մենահամերգ պիտի ունենայի մեր քաղաքի վայրերից մեկում, բայց մեր գոլեգաները, երգիչ-երգչուհիները շատ հաճախ են այդ վայրում համերգներ ունենում, այնպես որ հեռուստադիտողները կհասկանան, որ ինչի մասն է խոսքը, եւ այդպես ես երաժիշտների, իմ ընկերներ երաժիշտների հետ տենց թիմ ստեղծեցինք եւ որոշեցինք, այսինքն ես վերջապես որոշեցի, որ մեկ մենահամերգ տամ եւ այդ մենահամերգի ընթացքում ընդգրկված էին եւ հայկական եւ վրացական երգեր։ Ահա Իսկ հենց կոնկրետ այդ պապուրի գաղափարը ինձ մոտ վաղուց էր, այդ երգերը, որը միշտ հնչել են տարբեր առանջներով հնչել են, ես այլ կերպ էի պատկերացնում, այսինքն այնպես, ինչպես հիմա կա տեսահոլովակում։ Ու այդ երգը հնչել է հենց իմ մենահամերգի ժամանակ, այսինքն 3 տարի առաջ։ Շատ դրական արձագանքներ էր, ես որոշեցի, որ ինչու՞ չէ, միևնույն է, ես չեմ թաքցնում եւ միշտ դա երևում է, որ ես Վրաստանից եմ եւ միշտ երբ որ դրական առումով այդ բախումները լինում են մերնա հայերը ասում են, վրացիները ասում են, ասենց դրական ինչ-որ տեսահոլովակ ուզեցի նկարահանել, որը ավելի շատ որպես ընկերություն դա կամրապնդի եւ այդպես էլ ստացվեց։ Հիմա միայն լավ կոմենտներ եմ տենում, մեկ կողքի հարևան երկրից, որը դա նորմալ է եւ աննորմալ կլինի, եթե մի ամիս հետո երգը տեսնես իրանց լեզվով։ Իրանք այդպես էլ ասում են, որ առհասարակ դա իրանցն է եւ մեր Կարո Հայրապետյանի մեղեդին, որ իրանք միշտ ասում են, որ իրենցն է, ես պարզապես էլ ոչ մի բան չեմ պատասխանում, այսպեսի կոմենտ եմ գրել մեծ եւ դա ամենա իմ ճիշտ պատասխանն է իրանց, էլի, եթե հեռուստադիտողներին հետաքրքիր է, իրանք կարող են ուղղակի մտնեն, կարդան տեսահոլովակի ներքևում, կա բոլոր ավտորների անունները, Եվ ես շատ նորմալ եմ դրան նայում։ Այսինքն դու տեսահոլովակի տրասվածի մեջ նաև ամբողջությամբ նշել ես այն մարդկանց անունները, ովքեր որ ստեղծել են այդ երգերը, երաժշտությունը, եւ քանի որ պապուրի է, ինքը 3-4 երգ է ընդգրկված ամբողջ պապուրի մեջ, այնպես որ իրենք կարող են նայել։ Եվ այդ կողքի հարևան մեր երկրի մարդկանց շատ ջղայնացնում է այդ փաստը, որ ես կոնկրետ նշել եմ անունները։ Դե իրանց մոտ ամեն ինչն է ջղայնացնում մեր ամեն քայլի, բայց մենք արհամարում ենք բնականաբար մեր արվեստը ներկայացնում ենք։ Քո թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան, նոր անցնենք շնորհակալական թեմաների, Ակոպովնան ջուր չի ծեծում, վստահ շատ են ասում են ձինը արագացրու, այնպես որ 21 TV եթերում հենց հիմա տեսահոլովակի պրեմիերա Անուշ Ձայնով Անժելանա երգում ձեզ համար, դիտում ենք, վերադառնում ենք տաղավար։
Սոլոլակի դաբանոթուբանի վերցրիս դա կարվիս կուչեբի Ցազեկի շերիս էտ սապիրոնիս վսե Շուշաբանդեբի եզուդը դուքանի զուրնա դուդուքի քեի պոպսուբանի Մամա դավիտ սեպցրին ավ զուր մուխտիս վսե Բաղչա դավաղի Դավլավարի ես խորում սաղի ու բերեբելի ուզոմոտ լավի Սուլտագի ամեպ սուս ախիրոսմանի Շենիտ վերոդա ակսայատ նոա շեն ալալատ կետ որդա դա եթին գուրջի շեն գիմ ғերոդա շեն Յարադայ դայ յարադայ դայ 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 յարադադայ Յարադայ դայ յարադայ դայ 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 յարադադայ Կատում ինձ չես տեսնում, ու չգիտեմ ես ինչ անեմ Ոչ մի բան աչքիս չի գալիս, չեմ հավատում ես իմաստիս Առանց քեզ ես ոնց ապրեմ Յարո ջան, իմ սիրունիկ յարո ջան Սիրտն ես դու իմ յարո
Մինչ 21 TV-ի եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, ես անձամբ ձեզ խոստանում եմ, որ այս տեսահոլովակը բազմիցս կարող եք դիտել հենց մեր ծրագրի շրջանակում, որովհետև ըստ ֆորմատային շատ մոտ է, որովհետև մենք սիրում ենք եթերում ներկայացնել ավելի շատ ուրախ այդ լացակումած երգերը, որ մի քիչ պակասել են, ինչի համար ես շատ շնորհակալ եմ երգահաններին, շնորհակալ եմ ընկերուհուս լավ գործի համար։ Ես եմ շնորհակալ Զինա ջան, որ ինձ հրավիրեցիր ու միշտ հիշում ես ինձ, դա ինձ համար շատ կարևոր է ու ամեն անգամ երբ որ ես տեսնում եմ քո անունը, ասում եմ Զինաս զանգեց։ Այս անգամ պիտի գնամ հաստատ։ Ում հետ ես աշխատել։ Դե քանի որ ես ասացի, որ գաղափարը արդեն 3 տարի առաջ կար, բայց ես անպայման ուզում եմ նշեմ Հարություն Շահինյանի անուն ազգանունը, որը շատ տաղանդավոր երաժիշտ է ու գործիքավորող։ Ասեմ, որ տեսահոլովակի գործիքավորման վրա աշխատել ենք շատ երկար, որովհետև ինքը իր մոտեցումը ուներ, ես իմ պատկերացումը ունեի, նույնիսկ եղել է, որ գիշերը ինչ որ մի բան ինքը ավելացրել է, ինձ ուղարկել է Անժելեսի սալավա, թե չէ, մենք բախումներ էինք ունենում, բայց շատ ստացվեց այն ինչ որ ես պատկերացնում էի ու ուզում էի, ինչի համար շատ շնորհակալ եմ Հարութին, ու մենք դրանից հետո էլի աշխատանք ենք ունեցել, եւս 2 երգ ենք արել եւ առհասարակ շարքը շատ է շնորհակալականների, բայց անպայման ուզեցի եւս մեկ անգամ Հարութին շնորհակալություն հայտնեմ եւ տեսահոլովակի ռեժիսոր իմ ընկեր Նարեկ Թոյանին, ով միանգամից զգաց, պատկերացրեց ու արեց այն ինչ որ ես ինքս ուզում էի։ Դենի ձեզ լավ է ճանաչում դրանից։ Իհարկե։ Գիտեմ, 3D պատկերացումը ինչա պետք։ Անշ քանի որ մենք մեր մեկ ամիսն ենք վայելում դեռ եւ ես ուզում եի հենց այս մեկ ամսյակի ընթացքում դու ինձ մոտ տաղավարում լինես, որովհետեւ ես շատ այստեղ իմ ընկերների հրավիրում եմ ոչ թե հենց նոր տեսահոլովակների կամ երգերի համար, ուզում եմ որպես կին եւ մայր բացահայտեմ ձեր թույլտվությամբ եթերում, որտեվ Instagram, Facebook-ը շատ քիչ բան է ասում, չնայած որ մարդիկ կան սիրում են եւ ընտանիքը ներկայացնել եւ իրենց երեխաներին։ Ես այդքան ակտիվ չեմ համաձայնում։ Դե դու տնից ունես ակտիվ, որ ամեն ինչը ցույց է տալիս, մանավանդ պաշտում եմ, երբ որ գիշերվա 1000-ին որոշում է հաց ուտի ու դու արձագանքում ես։ Քաղցր։ Շատ լավ։ Աշ դու պատրաստ ես իմ բլից հարցերին։ Փորձեմ։ Երկար չմտածես, չնայած հարցը կարաս նորմալ պատասխանես։ Գնացինք։ Օրը սկսվում է առավոտյան ժամը։ Նայած ինչ օր, եթե աշխատանքի եմ, առավոտյան 8-9, եթե ոչ, կարող եմ ինձ թույլ տալ մինչև 10 քնել։ Լուրջ ես ասում։ Խոլոլամ ուժիդ։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Դու ես դնում սուրճը։ Ճիշտն ասա։ Նայած Այս մեկ ամիս էլ կա ռոմանտիկան ուժը։ Ռոմանտիկան մեզ մոտ միշտ է, մեկ ամիսը պարտադիր Ինչ հաճելի է։ Իմ ընկերուին Բրենդամոլ է։ Ոչ, բացարձակ։ Կարևորը հարմարավետ լինի։ Իսկ նախընտրած գույն սև, սպիտակ, Սև, սպիտակ, հա, բայց սևը ամենաշատ։ Շատ լավ։ Խմիչք ունենք նախընտրած։ Ոչ, Չէ։ Իսկ եթե ընկերներով հավաքված ենք լինում, կարող է մի բաժակ գինի խմես։ մի բաժակ գին, նայած ով այդ պահին ինչ ախում, բայց այտենց նախընտրություն չունեմ, չէ։ Իսկ կենաց ունես նախընտրած, որ ասում ես այս կենացը միշտ պետք է լինի։ Սիրո կենացը պարտադիր է։ Հա։ Իմ կարծիքով, այո։ Ընկերուս Շատ լավ է։ Շատ լավ։ Եվս մեկ հարց, մայրաքաղաքում կա մի անկյուն փողոց, որ քոննա սիրում ես ու անժին հաճախակի կարելի է այնտեղ գտնել։ Հաճախակի չէ, բայց ես սիրում եմ Աբովյան փողոցը շատ։ Ինձ համար ուրիշ Երևան է Աբովյանը։ Հիանալի է, իսկ կա ուտեստ, որ քո պատրաստած ամենահամեղն է ու դու էլ սիրում ես։ Անկեղծ չեմ կարող առանձնացնեմ որևիցե ուտեստ, որտեվ չեմ գովում ինձ, բայց եթե ես դրա մասին բարձրաձայնում եմ, ես հստակ գիտեմ ու վստահ եմ, որ իմ բոլոր պատրաստած ուտեստները համեղ են։ Օրինակ Վրացականի մասին խոսք չկա։ Լավ, շատ լավ։ Նույնիսկ ինձ թվում է քո սիրած սացիվին։ Հո, թույլ տեղերս։ Անշ, ես այս հարցը տալիս եմ այն մարդկանց, ովքեր ներկապան օրինակ մենակ են, ու ինձ միշտ հետաքրքրում է, որ սեր զգացմունք
սիրով ապրել, այդ թեմաները նրանց եմ տալիս։ Ես քեզ ուղղակի ուզում ասել ոչ թե հարց տալ, այլ ուզում եմ ցանկանալ։ Ուզում եմ այն սերը, որ ձեր ընտանիքում միշտ վառնա, փոխանցեք ձեր երեխաներին եւ այն մարդկանց ձեր շրջապատի, որ հասկանան, որ կա օրինակել ընտանիք, որը սիրով ապրում է, մեծանում է, օրինաչափություն է։ Ես չեմ ուզում ասել դու սեր զգացմունքը ոնց ես ապրել, ոնց եք իրար գտել, սիրել, այդ էական չի։ Կարևորը որ ինչքան մեծանում եք, այդքան ամրանում է։ Ինձ թույլ եմ տալիս այսքան տեքստը ասել։ Շնորհակալ եմ շատ, ես միայն մի բան կուզեմ ավելացնել, որ այդ բոլոր հարաբերությունների մեջ առաջինը նաև հարգանքն է միմյանց նկատմամբ։ Դա ամենակարևորն է։ Չեմ թողնի, սիրում եմ քեզ սիրտս, չեմ թողնի վարքյան թե չէ, կպայթի սիրտս, քեզ եմ ճանաչել, սիրելի էյա, չեմ թողնի երբեք, քեզ երբեք մենակ։ Իսկ եթե հնարավորություն լիներ, չգիտեմ, տարիները հետ ենք տալիս ու դու հնարավորություն ունես արդեն այս պայն պետքա սիրես ամուսնանաս, եւս մեկ անգամ կամուսնանայր ամուսնու։ Միանշանակ։ Չաչելի։ Միանշանակ։ Սեր թե փող։ Սեր։ Փողոց սեր չի լինում։ Լինում է, ինչի՞ չէ, բայց կարող է այդ երկուսն էլ կարող է միտեղ լինել, բայց Իսկ լինում է, որ փողը պակասում է, սերն էլ ակճանում։ ամեն ինչ շատ ինդիվիդուալ է դինջան։ Եթե ինձ ես հարցնում, ինձ մոտ չէ։ Լավ, ինչ հարցեր եմ տալիս անիմաստ։ Ում։ Հա, անշ ինչ երբեք չես անի։ Երբեք մի ասա, երբեք ձին։ Հա, տենց է քո մոտ։ Այո։ Որովհետև եղել է տենց բաներ ասել եմ ու հետո ինքս ինձ հակառակն եմ արել։ Իսկ ինչից ես վախենում։ Երևի շատ очень банально прозвучит, բայց ես վախենում եմ կորցնեմ ինձ հարազատ մարդկանց։ Կորուստից ես վախենում։ Կորուստից, հա։ Աստծո հետ շփվում ես անշ։ Ամեն օր։ Ոնց։ Ամեն առավոտ ասում եմ շնորհակալ եմ Աստված ջան։ Շատ լավ։ Շատ ոնց որ ծանրացրեցի։ Հա, ես չեմ սիրում ծանրացնել։ Գյուղ թե քաղաք։ Քաղաք։ Հա։ Գյուղը երբեմն քո հոգու համար, Հա։ որովհետև ունեմ բարեկամներ, որ ունեն գյուղում տուն ու վերջին անգամ 3 տարի առաջ եմ եղել ու անկեղծ կարոտել եմ նույնիսկ այս վերջերս մի քանի օր առաջ հայտնել եմ այդ ցանկությունը, որ եւս մեկ անգամ գնամ։ Շատ լավ։ Ընկերուհիներով նախընտրում ես օրոտոնակ սուրճ տենց ընկերներով։ Մի քիչ բան բասել, թե մնալ տանը մենակ, պոպկորն, կինո։ Գիտես ինչ, տարիքի հետ արդեն մնում ավելի նախընտրում եմ տանը մնալ։ Հետո աշխատանքը մեր այնպեսին է, որ հոգնում ես այդ ամեն ինչից, ավելի լավ է տանը մնաս, նույնիսկ ինքդ քեզ հետ մենակ։ Այդ տենց պահեր էլա լինում։ Այդ աշխատանքից է։ TV թե ռադիո։ Ну նախընտրելի երևի ռադիո, որտեվ ես հաճախ ռադիո եմ լսում մեքենայի մեջ, TV գրեթե չեմ նայում։ Դու չես նայում, բայց քո տեսահոլովակները դիտում է Հայաստանի Ես շատ Հանրապետությունը։ ուրախ եմ եւ շնորհակալ։ Սենց էլի, թեմա աստղայինն է, թե ինչն է, Ո, թե ձինային ունեն, ձինամի ասա այդ ձինային ունեն, ինձ թվում է, Ու հանգիստ եմ, որ տեսահոլովակը գնում է եթերում։ Եվս մեկ հարց, ես այս հարցը տալիս եմ բոլոր ընկերներիս, ովքեր որ հումոր ունեն, ու հասկանում են թե ինչ է նշանակում հումորը, որովհետև հասկացել եմ այս հարցից հետո շատ մարդիկ բախում են ունեցել ու շատ լուրջ են, քեզ հանգիստ տալիս եմ։ Նավ է խորտակվող եւ 2 անձ կա, որոնց պետք է դու փրկես։ Մեկը Նարեկ Քթոյանն է, մեկը Գրիշը Գրիգորյանը։ Ինչի համար ես դες հարցեր տալի։ Ուսում կրվեք իրար հետ։ Ում կփրկեիր։ Այդ ընթացքում ես կարող եմ խորտակվել, չէ՞։ Իհարկե։ Հա, Նարեկին կհանեմ, տեսնեմ ինքը ում կփրկի։ Հատես, Նարեկ ջան, այդ ես չէի մտածել։ Բայց Նարեկի մասին շատ էր հարցերը, ինչ որ բան ունես Նարեկի հետ։ Հա, այսքան ասում որ գա եթերս։ Նարեկ ջան, Նարեկը ինձ գիտես ինչքան լուրջ խոստացել է որ դուք ամբողջ թիմով պետք է լինեք։ Մենք հետո ուզում ենք հասկանանք ամբողջ թիմին այստեղ կտեղավորեմ թե չէ, հույսով եմ կգնաս կասես, որ բոլորդ այստեղ կտեղավորվեք։ Անպայման, ես ավելին քեզ ասեմ, ես իրան ասել էի, որ գալու եմ, ասեց
Անշ մենք էլ պետք է գնայինք։ Հաստատ մոռացել է։ Ոչինչ, ես այսօր էլի կզանգեմ իրան։ Զինա ջան, այնպես է, որ մենք էլ Նարեկին չենք տեսնում։ Ինքը միայն ցենց կոորդինացնում ա մեզ։ Հեռախոսով վարագույր վերջում ասում է եւ վերջ։ Շատ լավ։ Եվ վերջում մի հարցել։ Աշ դու մտածել ես, որ կարող է մի օր գա ու դու չերքես։ Հա, Ու ինչ ես անելու։ Ինչով ես զբաղվելու։ Պաժիվեմ ու վիդեո։ Լուրջ։ Էսի, որովհետև կյանքը շատ անակնկալներով լի է, չգիտես այսօր տաղավարից դուրս կգաս ինչ կլինի քո հետ։ Անկեղծ։ Իսկ դու Ու մենք ով ենք, որ ինչ որ բան պլան, մենք կարող ենք պլանավորել, բայց այդ ամեն ինչը վերևից արդեն որոշված է։ Իսկ դու քեզ պատկերացնում ես զոգաչի կարգավիճակում։ Այո։ Ոնց նես լինելու։ Շատ լավ զոնքաչով լինելու։ Հա։ Չէ, անկեղծ։ Տարաձայնություններ արդեն կան, այն որ Չէ, մեկը լինի, որ տարաձայնություններ լինի։ Կողմից դեր երեխեք վախում են։ Չէ, երեխեքս դեռ փոքր են, բայց ես, այսինքն ոչ թե ես, այլ ինձ միշտ պատկերացնում են շատ խիստ զոնքաչ, լավ չասեմ վատ, բայց ես չեմ պատկերացնում Բայց դու ինչի ժամանակակից պիտի ես, լինի։ Հա, ես բավականին։ չեմ կարծում, որ վատ զոնքաչ կլինեմ։ Ոչինչ, Շատ վաղ է դրա մասին։ Ես ասեմ, որ երբ որ իմ աղջիկը որոշեց երգել վրացերեն, ասեց ձին վրացերեն եմ երգելու, ասի ու, ասեց դա պետքա ճիշտ երգեմ, որ չասեն բալամ չի երգեիր էլի, չի կարելի։ Ես կարամ Անժի հետ խոսամ, Անժի հետ պարապի։ Ու հիմա որ ինքը այդ երգով գումար ա վաստակում, ինքը պետքա տոկոսը տա քեզ։ Ձին, ես բայց անկեղծ ասեմ քեզ, Ինան շատ արագ ճիշտ կարողանում էր երգել, երբ որ մի բառ կա նույնիսկ ասեի, քանի որ վրացերեն բառերը ամեն դեպքում վրացերեն լեզուն բարդ է, Հա, ինքն էլ այնքան արագ էր ինքը կարողանում։ Դու երգը լսել ես, որ ինքը Իհարկե ինձ ուղարկել։ Հավանություն կար, նորմալ էր։ Միանշանակ Հիանալի, ապրիմ աղջիկը, դե տունապահում ես գոհ եմ։ Ես ասեմ, որ մենք ունենք Բարևներին այնի գործընկեր Էլիզայի Միկուինս խանութսրայմ ընկերներին եմ։ Նրանք այս մեկ ամսվա ընթացքում իմ բոլոր կին հյուրերին նվերներ են վարկել։ Եվ ասեմ, որ Անժ ջան, ես ուղարկում եմ ձեր Facebook-յան եւ Instagram-յան էջերին ընկերներին, նրանք մի քիչ դες հետևելով ուզում են հասկանան արժե որ նվերը ինչ ուղարկեն մոտավորապես, հա։ Բրենդային բիժուտերիա է բացառապես, նվերը քոնն է։ Իմ ընկերների կողմից եւ ինձ այնքան հաճելի կլինի որ դու հենց հիմա տեսնես ու ասես Ես արդեն տեսա, արդեն շատ որ այո որովհետեւ ես սիրում եմ սենց մասիվնի շատ սիրուն է ու այո իմ ոճի մեջ է անչափ շնորհակալ եմ Ես անպայման կհետևեմ Instagram-յան էջով Վերջացավ Ես կդառնամ հաճախորդը Շատ ապրես Իսկ այսքանից հետո մեծ ընվար Խուդարյան կներեք ես պահանջում եմ հերթական անգամ քանի որ մենք տեսալովակները ցույց ենք տալիս հերոստատիտողը հասկանում է որ ձեր երգերն է անդադ լսում բայց հավատա որ շատերի նաև դուր է գալիս ինձ մոտ եթերում տեսնել իմ հյուրերին եւ ինչու ոչ հասկանալ Աստծո հետ ոնց եք շփվում երեխեքին ոնց եք դաստիարակում այսպես այնպես հենց նեղվես մենակ լինես զանգի արի եթեր գոնե սենց կտեսնվեն Եղավ Զինջան անպայման իրականում շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ նախ քո համբերության համար եմ շնորհակալ Կատենց բան ամեն անգամ երբ որ զանգահարում ես մեզ Զին բան չունեմ ասելու ախր ինչ պատմեմ ոչինչ դու արի մենք թեմա կգտնենք բայց տեսար ի վերջո ունեցա ասելիք ես ավելին ասեմ շատ շուտով եւս մեկ աշխատանք Դու կարձագանք ես արդեն հույսով եմ Ես ինքս կզանգարեմ խոստանում եմ Շատ լավ շնորհակալ եմ շատ Եվ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին ովքեր որ խեղտամա են անում ինձ իրենց մեկնաբանություններով ցանկություններով եւս մեկ հյուրի բնականաբար այստեղ ունեցա, հասկացա, որ Անժելային շատ եք ուզում տեսնել, բայց եթե ինձ հետ լավ լինեք, ես բավականին շատ ներքին խոհանոց կպատմեմ նրա մասին իմ Instagram-յան story էջերով։ Միջև հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերուհիներ եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովն անում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բարինն ձեզ։
իմ խնդության Դու գաղտնիքն ես իմ թաքուն անձայն Դու ժպիտն ես իմ մենության Եվ արցունքը իմ երջանկության Եվ ամեն անգամ Ես քեզ մոտ կգամ Կգրկեմ կզգամ Սերս քեզ կտամ ու կշշնջամ Երջանիկ եմ որ դու իմն ես Երջանիկ եմ որ դու կաս Փոթորիկն ես իմ մասնիկն ես Սիրտս քեզ կտամ Երջանիկ եմ որ դու իմն ես Երջանիկ եմ որ դու կաս Փոթորիկն ես իմ մասնիկն ես ու կմնաս Թող անցնեն օրեր տարիներ Մեր միջև լինեն ցուրտ հեռուներ Սերը իմ երբեք չի մարի Քո անունը միշտ իմ մեջ կապրի Եվ նորից կասեմ ամեն անգամ Ես քեզ մոտ կգամ Կգրկեմ կզգամ Սերս քեզ կտամ ու կշշնջամ Երջանիկ եմ որ դու իմն ես Երջանիկ եմ որ դու կաս Փոթորիկն ես իմ մասնիկն ես Սիրտս քեզ կտամ Երջանիկ եմ որ դու իմն ես Երջանիկ եմ որ դու կաս Փոթորիկն ես իմ մասնիկն ես ու կմնաս Երջանիկ եմ որ դու իմն ես Երջանիկ եմ որ կաս Փոթորիկն ես իմ մասնիկն ես Սիրտս քեզ կտամ Երջանիկ եմ որ դու իմն ես Երջանիկ եմ որ կաս Փոթորիկն ես իմ մասնիկն ես ու կմնաս Փոթորիկն ես իմ մասնիկն ես ու կմնաս